Իսկ հիմա արհեստական բանականության դաշտ տեղափոխվելու ժամանակն է, եւ եթե կհիշեք, նախորդ շաբաթ մենք ասել էինք, որ մեր հայուհին մրցանակի է արժանացել հենց անհայտ գտածո ֆիլմի համար արհեստական բանականությամբ ստեղծված։ Այո, Լոս Անջելեսում կայացել էր կինոփառատոն, որտեղ ներկայացվում է բացառապես արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմեր եւ Լիլիթ Բարսեղյանը, ռեժիսոր, լրագրող եւ դեռ ստորակետ կդնենք, կշարունակենք թե ել ով այս պահին մեր տաղավարում է եւ հենց զրուցելու ենք այդ ֆիլմի մասին, առհասարակ մենք այդ տեղեկատվությունը տրամադրեցինք, բայց այնքան հարցեր առաջացան մեզ մոտ, որ անհնար էր պարզապես նրան չհյուրընկալել եւ չզրուցել ավելի մանրամասն։ Լիլիթ Բարսեղյանն է մեր տաղավարում եւ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Մանե Մկրտչյան Արզումանյանը։ Ձեզ հաղորդել ենք արդեն հյուրընկալել մեկ անգամ։ Բարի ձեզ, բարի լույս, բարի գալուս։ Շնորհակալություն հյուրընկալության համար։ Շատ լավ ու շատ ուրախ եմ, որ նորից գալիս եմ Երկիր մեդիա, արդեն ստորակետի ոչ ձեռնունայն, որովհետև իմ կարիերան սկսվել է Երկիր մեդիայից եւ 2010 թվականից աշխատել եմ այս հեռուստաընկերությունում, ինձ համար շատ հարազատ միջավայր է ու շատ ուրախ եմ, որ տարիներ անց մրցանակի մասին պատմելով եմ եկել այստեղ, որովհետև եթե ինձ այստեղ չսովորեցնեին մտածել մեծ, երևի ինձ ոչ միտեղ դա չսովորեցնեին, ու հենց այստեղից սկսվեց էլի այդ մեծ մտածելու արվեստը։ Հրաշալի է, հատկապես հետ վերադարձի պահն է շատ գեղեցիկ ստացվում։ Այո, նախ ողջունելի է եւ սկսենք սկզբից, ինչպես եղավ մասնակցությունը, ֆիլմի ստեղծումը, արհեստական բանականության միջոցով, մի փոքր պատմեք այդ մասին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ֆիլմի պրոդյուսեր մամային ասի վերջապես ուզում ստեղծել այդ ֆիլմը։ Որովհետև ես ունեմ շատ այսպես պանակների մեջ դասավորված սցենարներ, որոնք տարիների ընթացքում գրել եմ, շատ տարբեր տարիների, օրինակ անհայտ գտածուն երևի 2019 թվականի սցենար էր։ Այդ չէի մտածել, որ պետք է արհեստական բանականությամբ։ Չէ, ես այդ ժամանակ ընդհանրապես արհեստական բանականությանը վերաբերում էի շատ բացասական, որովհետև նույնիսկ հիշում եմ իմ անգլերենի դասերից մեկի ժամանակ մենք շոտ բուրըն քննարկում ենք ունեցել ու ես լրիվ հակառակ կողմից եմ արտահայտվել արհեստական բանականության մասին, մտածելով, որ ինչ է նշանակում, որ օրինակ իմ փոշեկուլը մտածի։ Ինչի պիտի իմ փոշեկուլը մտածի կամ իմ գիրքը մտածի կամ հիմա լրիվ այլ կարծիք ունեմ։ Դրա համար 2019 թվականին ես իրենց միայն գրում էի, որ չմոռանայի այդ պատմությունները եւ դնում էի պանակներում, ինչ որ մի օր, ինչ որ մի ձևով դրանք կյանքի կոչելու ոնց որ նպատակով, բայց բոլոր ֆիլմերը բավական այդ բյուջետային ֆիլմեր պիտի լինեն, եթե որոշեմ, որ նկարահանումով եւ դասական ֆիլմի կանոններով պիտի գնամ։ Ու երբ որ ես ապրիլից սկսեցի ուսումնասիրել արհեստական բանականության գործիքակազմեր, ես հասկացա, որ երևի ճիշտ է պանակներից հանել այդ սցենարները եւ իմ ամբողջ բեքգրաունդը վիդեոարտադրության մասին է։ Եվ ուղղակի նստել դրանց կանոնավոր սցենարի վերածել արդեն ֆիլմի։ Այդպես էլ արեցի։ Ու Մանեին ասեցի, որ ուզում եմ այո, ձեր համագործակցությունը հետաքրքիր ինչպես ստացվեց։ Եվ լսեցի գաղափարները, ինչպես վերաբերվեցիք։ Իլություն կարողացել եմ հենց աշխատանքային բերումով եւ քանի որ երբ տեսնում ես մարդուն աշխատանքում, հասկանում ես իսկապես ինչպես է մոտենում եւ ինչ պոտենցիալ ունի, մեծ էնտուզիաստ է Լիլիթը եւ մեծ երազող։ Երկու որակ, որ պարտադիր արդեն որոշակի գրավական են տալիս հաջողության համար։ Ֆիլմի սցենարը բավական հետաքրքիր է, ես խոսեմ այդ մասին, Լիլիթը գուցե այդքան չնկարագրի ինչի մասին է խոսքը, բայց ինչն է ինձ համար կարևոր մանավանդ սցենարում եւ ինչն է նաեւ կրկին անգամ հաջողության գրավական դառնում, որովհետև թեման համամարտկային է, այսինքն տեղայնացված չէ։ Չնայած հենց ինքը հերոսուհին Լիլի անունն է գրում։ Երասկոտ է, ինչպես ասացիք Լիլիթը։ Երասկոտ է, բայց միևնույն ժամանակ շատ տարբեր որակներ ունի ինքը հերոսուհին եւ այն խնդիրներին, որոնց բախվում եմ, գուցե եւ շատերն են բախվում, ինչքանով են կարողանում դիմակայել դրան, դա ոչ միայն երազող, այլ նաեւ երբեմն երազում ես ինչ որ մի բանի հաշվին, այսինքն կորցնում ես իրականության զգացումը, արդյոք երազել եք երբեմն նույնիսկ վտանգավոր է, այսինքն ֆիլմը ինքը կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած վայրում, ցանկացած մեկի հետ, դրանով էլ կարող է
հանգիստ մրցութային ֆիլմ դառնալ եւ իր սցենարի տեսակետից եւ բնականաբար արդեն կատարման մասին Լիլիթը կանդրադառնա առանցին կարծում եմ արհեստական բանականությունը այդ հնարավորությունները տալիս է չլինել տեղայնացված, չլինել որևէ գաղափարներով պաշարված։ Այս առումով շատ գովելի հետաքրքիր զարգացում է ունենում եւ մտածելու տեղիք է տալիս։ Ինչու հենց այս սցենարը ընտրեցիք, ասացիք, որ դուք ունեք պահված տարբեր սցենարներ, ինչու հենց այս մեկը ընտրեցիք ու փաստորեն մրցանակի արժանացավ։ Որովհետև ամենամեծ խանդը ունեի այս սցենարի նկատմամբ։ Շատ տարբեր սցենարներ ունեմ, բայց հենց այս սցենարը ինքը պիտի լիներ նկարահանվող խաղարկային ֆիլմ։ Բայց քանի որ ես հասկանում եմ, այնտեղ ապոկալիպտիկ տեսարաններ կան, այնտեղ տարբեր բարդ տեսարաններ կան, դրանք նկարահանելու համար ես պիտի շատ բան զոհաբերեի, որ ես գնայի դրանք նկարահանեի, որովհետև սկսած լոկացիաներ փնտրելուց վերջացրած այդ բարդությունները նկարահանման, ես դա պիտի հաղթահարեի եւ հասկանում եմ, որ ես ուզում եմ այդ արտադրական փուլում գտնվել։ Բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ դրան ամենակիչը հավանական է գումար տրամադրեն Հայաստանում, որովհետև շատ բարդ է այսօր երկարամետրաժ կամ թեկուզ կարճամետրաժ լավ պրոդուկտ տալը, որովհետև դու անդադ պիտի ֆոնդերի մասնակցես, անդադ ինչ-որ փիչինգների պիտի մասնակցես, անդադ պիտի պրոդյուսերներ փնտրես, անդադ պիտի փնտրես մարդկանց, ովքեր քեզ հավատում են, իսկ շատ մեծ բյուջե պարունակող ֆիլմին հատկապես մի քիչ ավելի դժվար են հավատում, որովհետև ուզում են այդ բյուջե մաքսիմում շուտ վերադարձնել։ Դրա համար ասի հենց այն ֆիլմը, որի համար ամենաշատն եմ դողում, հենց այդ ֆիլմն էլ պիտի ես կյանքի կոչեմ։ Ընդ որում այդտեղ մի նրբություն կա, ես սցենարների նկատմամբ բավական խանդոտ եմ, ի տարբերություն օրինակ հենց ստեղծված վիդեոների նկատմամբ, որովհետև սցենարի ունիկալությունը ինձ թվում է կիսել որևէ LLM-ի հետ, այսինքն խոսակցական գործիքների հետ, ինձ համար դա սկզբունքային է, որ չկիսվեմ իրենց հետ, որովհետև դրանք իրենք ոնց որ վերցնում են իրենց մեջ դարձնյութ եւ եթե դուք օրինակ ինչ-որ բան փնտրեք, իմ ունիկալ սցենար իրենք կարող են առաջարկել որպես իրենց նյութ։ Բայց նույնիսկ այդտեղ փոխիչման եմ գնացել, ասել են ոչ, դու պիտի դնես քո սցենարը շատ արագ վերածես քո տրիթմենթը շատ արագ վերածես սցենարի, հակառակ դեպքում դու էլի պիտի շատ երկար ժամանակ ծախսես, ընթացքում փոշմանես, ընթացքում մի խոսքով հազար ու մի պատճառով ոնց որ չիրագործես։ Ու ես կիսվեցի դա Gemini-ի հետ ու հիմա կարելի է ասել, որ ես ու Gemini-ը համահեղինակներ ենք համարվում, ինչ որտեղ ինքն էլ ունի հեղինակային իրավունք, որովհետև լցված է իր մեր սցենարը։ Բայց հա, ընտրությունը, որ հենց անհայտ գտածում պիտի անեմ, եղել է այդպես, որովհետև հենց իր վրա է շատ դողում։ Լիլիթ, որքանով տեղյակ ենք, ֆիլմը պատմում է մի նկարչուհու մասին, որն անընդհատ փորձում է, հա, պատմության մեջ իր հետքը թողնել, կռվում է, ընդդիմանում է ժամանակին։ Հետաքրքիր է, կա կերպար որևէ, որը հենց հանդիսացել է որպես նախատիպ, այո, ինքնից մեկն է, որը մի քիչ նեղացել է այդ թեմայով ինձնից, բայց մյուս կողմից էլ վերջերս այդ մասին էի խոսում, ասում եմ, բայց ամեն դեպքում այդ խնդիրը, որ ես արդեն համարյա լուծել եմ, դարձավ հայկական առաջին արհեստական բանականությամբ ստեղծված առաջին ֆիլմի, ոնց որ առաջին մրցանակ ստացած ֆիլմի հիմք։ Դրանով ես ուրախ եմ, ոնց որ դու վերցրել ես այդ խնդիրը ու դա ներկայացրել ես։ Իհարկե այնտեղ լցված են շատ տարբեր խնդիրներ եւ շատ տարբեր հարցեր են բարձրաձայնվում, բայց այո նախատիպ ունեմ եւ մի քիչ այդտեղ չարություն եմ արել ընկերներիցս մեկի, որ վրա եմ կառուցել դա։ Չնայած նախատիպ ունեք, բայց արտակնապես կերպարը ձեզ է նման։ Այո, ինչպես եք այդպես որոշել, ինչպես եղավ, որ հենց ձեր կերպարով ստեղծեցիք։ Էլի այդ ընթացքում ես անդադ մանեին ուղարկում եմ բոլոր հերոսուհիների նկարները, որոնց ես ստեղծում եմ, ասենք աչքերը պիտի լինեն այսպիսին, քիթը պիտի լինի այսպիսին եւ այլն, այսինքն ես հավաքում եմ այդ դեմքերը։ Ու ինչ որ պահի իմ ոնց որ երբ որ ես դա ներբեռնում եմ գործիքի մեջ, որ ինքը ոնց որ աշխատի եւ դրանով արդեն կադրավոր են, բոլորը համարվում էին հայտնի արտիստներ, բայց հայտնի արտիստներ չէին, այսինքն դրանք արհեստական բանականության մեջ եղած արտիստներ էին եւ այդպես չէին վերցնում։ Ասի հետաքրքիր է, ինձ էլ են համարելու հայտնի արտիստ, 2-3 ֆոտո ներբեռնեցի, ասեցին նորմալ է, ոնց որ կարողացա, ասեցի լավ, ասեցի հետ պիտի ավելի հաշտ լինեմ, քան ինքս իմ դեմքի։ Ոչ ասելու այս տեսարանում գեշ եմ, գեղեցիկ եմ, դեմքս պլաստմասե է, տոն ծակոտիները շատ են ներվում, այսինքն այս բոլոր խնդիրները, երբ որ ես աշխատում իմ դեմքի հետ վերանում եմ։ Բայց ընկերներիցս մեկը էլի այդ հարցի տվեց, ասեց ինչ էր զգում, երբ որ քո հերոսին դավաճանում էր երեխեքին օրինակ։ Բայց ինչ էր զգում, քո դեմքն է, էլի։ Դու ասում ես, ինչ է զգում են դերասանը, ով որ խաղում է օրինակ մարդասպան եւ սպանում է երեխաներ։
Տապես իմ բանը դա ես չեմ, դա իմ կերպարն է կամ իմ դեմքն է ընդհանրապես, այսինքն գործիք է ընդհանրապես դեպքում։ Իսկ մյուս դեմքերի օրինական թույլտվությունները գնել եմ ստոկ հարթակներից, որ ես իրենց դեմքերը կարողանամ օգտագործել, եւ եթե օրերից մի օր որևէ արտիստ ասի օրինակ իմ դեմքն եք օգտագործել, ես ոնց որ իր դեմքը օգտագործելու լիցենզիան ունեմ, իրավունք ունեմ։ Մանե որպես արվեստաբան դուք ինչպես եք վերաբերվում արվեստական բանականությանը եւ արդյոք այս ամեն ինչ որ ստեղծվում է, իհարկե հիանալի է, բոլորս հիանում ենք, արդյոք մնայուն են, որովհետեւ տարիներ առաջ ստեղծվել են ռեալ արժեքներ, իսկ արվեստական բանականությունը տեսակ ուրիշ հարթակում է տալիս մեր արժեքներ, դուք ո՞նց եք վերաբերվում։ Սկիզբը փափուկ էր, դեռ պետք է անդրադառնանք արհեստական բանականությանը։ Գիտեք, այստեղ երկու տեսակետից կարող ենք արհեստական բանականությանը առանձնացնել, որպես գործիքակազմ, այսինքն դու օգտագործում ես տված հնարավորությունները, տեխնիկապես ես օգտագործում։ Եվ որպես առանձին մի հատված, եթե դու նաև իրեն շնորհում ես այդ հնարքը, որ ինքն էլ կարողանա ստեղծագործի եւ դառնա համահեղինակ։ Այստեղ տարբեր մոտեցումներ են։ Եվ եթե ֆիլմի տեսակետից ենք նայում, չնայած այո, Լիլիթը նշեց, որ սցենարական որոշ արդեն կան Ջեմինիի հետ աշխատանք է տարված, բայց այնուամենայնիվ գաղափարը, ամբողջությամբ մոտեցումը, սա հեղինակային է, Լիլիթինն է, այսինքն այստեղ արհեստական բանականությունը դարձել է գործիք, որով Լիլիթը ստեղծել է ֆիլմը, որն ինչպես ժամանակին տեսախցիկը ստեղծվել է, սկսել է ծառայել, նույն գնանք ֆոտոնկարչական ապարատները, երբ ստեղծեցին, արդեն հարցեր ժամանակին առաջացան նույն նկարիչների համար, ինչպես է փոխարինելու, ինչպես են օգտագործելու, եւ առաջինները հենց գեղանկարիչներն էին, որ սկսեցին նաև օգտագործել լուսանկարչական ապարատները, դա դարձավ նոր տեխնիկա իրենց ստեղծագործական ոլորտում։ Այս դեպքում արհեստական բանականությունը, եթե ճիշտ օգտագործենք, դա մեզ լայն հնարավորություններ է տալիս, որպեսզի կարողանանք մեր ստեղծագործական պոտենցիալը շատ ավելի հեշտ, ավելի իրական դարձնել եւ ռեալիզացնել, որովհետեւ դա բյուջեի խնայողություն է, ժամանակի խնայողություն է, կարող ես ինչ-որ բան ստեղծել ինքդ, ինչպես այս դեպքում Լիլիթը վերցրեց այդ ռիսկը եւ դա իհարկե բերեց իր պտուղները, կարող ես ինքդ քեզ ստեղծել մի ֆիլմ, այսինքն կախված չլինել որևէ մեկից։ Եվ մյուս տարբերակը, եթե արհեստական բանականությանը արդեն վստահենք, որ ասենք ամբողջությամբ, հա դու դիր սցենար մշակի, դու դիր երաժշտությունը գրի, այսինքն ոչ թե հետևես, ոչ թե խորհուրդներ տես, այլ միանգամից իր վրա հույսը դնել, այս դեպքում արդեն ինչ-որտեղ խնդիրներ են, արդյոք բավականաչափ հետաքրքիր կստացվի, արդյոք այդ գաղափարները, որը կլինեն, կդառնան հեղինակային որոշ առումով, ինչքանով օրիգինալ մտքեր կլինեն, որովհետև այնուամենայնիվ այն ինչ տալիս է մեզ արհեստական բանականությունը, նրա այն հիմքի վրա է, ինչ իր մեջ ներբեռնել են, ինչ ինֆորմացիա, որ իրեն տվել են, եւ վերջիվերջո չունի արհեստական բանականությունը այն ինչ մեր մենաշնորհն է, զգացմունքային դաշտը։ Եվ հենց այո, այստեղ է մտավախությունը, որովհետև ինչպես Լիլիթն ասաց, տարիներ առաջ հաշտ չէի արհեստական բանականության հետ, հիմա կարծես թե բոլորս հաշտվում ենք եւ մարդը իսկապես կրթելով արհեստական բանականությանը, օգնելով, շնորհներ փոխանցելով նրան, մի օր ինչպես աշխարհում բարձրաձայնում են, հա, այդ մտավախությունը իսկապես գուցե բոլորիս փոխարինի։ Այս վախը կարծում եմ յուրաքանչյուրի մոտ կա, որովհետև եթե հիմա զուտ գործիքակազմ է, հետո ինքը շատ լավ աշակերտ է, ամեն ինչ կարողանում է մարդուց վերցնել, մարդկային ռեսուրսները օգտագործել։ Ինչ է կարծում, ուր է տանելու ի վերջո արհեստական բանականությունը մեզ, մարդկանց երկիրը։ Այդ հարցի մասին շատ դիլեմաներ կան եւ անվերջ կարող ենք խոսել, անվերջ կարող ենք երևակայել։ Ես մի բան գիտեմ, որ աշխարհը վերածվում ավելի ստեղծագործական աշխարհին, իսկ յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տրվում ստեղծագործել եւ ստեղծագործել ազատ։ Այստեղ գրաքննությունները արդեն լարդի չեն դառնում, այսինքն բոլորը կարող են ստեղծագործել։ Ուրիշ որ արդեն բոլոր ստեղծագործողների միջից դու քո ստեղծագործությամբ ինչպես ես առանձնանալու։ Իսկ այստեղ արդեն գալիս է այն ամբողջ պոտենցիալը, ինչ դու կուտակում ես տարիների ընթացքում։ Այսինքն հիմա գալիս են թանգարանների ժամանակները, որտեղ մարդը ինչքան տեսնի, մարդու աչքի ինչքան զարգանա, այնքան ինքը պատկերի որակով տարբերվելու է։ Այստեղ գալիս են արդեն գալիս է պոեզիայի ժամանակ
ժամանակը, որովհետև բոլորը հասկանում են, որ արտիստը ենթադրենք թանկարժի, ուրեմն արհեստական բանականության արտիստին կարելի։ Արդյոք ինքը կարող է այդ էմոցիոնալ դաշտը տա եւ ով է իրանից այդ էմոցիոնալ դաշտը խնդրելու։ Այն մարդը, ով տիրապետում է այդ էմոցիաներին, չէ՞, ունի ինտելեկտ, էմոցիոնալ ինտելեկտ։ Այդ էմոցիոնալ ինտելեկտի ժամանակն է գալիս։ Իսկ մարդիկ ավելի զգացմունքային պիտի դառնան, ավելի կրթված պիտի դառնան, որ բայց արդյոք պահանջը կլինի իսկապես։ Պահանջը բնականաբար մտածությունը կբերի, որովհետև եթե այսօր օրինակ ես ու դուք կարող ենք այլ պատկերով որևէ մեկին չզարմացնել, ես ու դուք իրարից տարբերվելու ենք միայն նրանով, թե քանի օրինակ, չգիտեմ, կյանքից սպի եք ստացել դու, կյանքից քանի սպի եմ ստացել ես։ Այ դրանով են տարբերվելու մեր պատմությունները իրարից։ Ու ոնց ենք մենք պատմելու այդ պատմությունները։ Դա արդեն ներքին պոտենցիալ է, իսկ ներքին պոտենցիալը մարդու, երբ որ աչքը զարգանում է, ավելանում է, ոչ թե պակասում։ Կարող է ինքը հույս դնի, որ օրինակ տեքստերը միշտ պետքա գրի օրինակ ChatGPT-ին եւ չզարգանա, բայց ժամանակի ընթացքում էլի մրցակցությունը կստիպի իրեն որ զարգանա, որովհետեւ ինչքան էլ մարդը եւ ենթադրենք գործիքները իրար հետ զուգահեռ զարգանա, միևնույնն է մարդկանց շուկայում է այդ գործիքը սպառվում։ Նշանակում մարդիկ են իրար հետ էլի մրցակցության մեջ մտնելու։ Այդ մրցակցության մեջ գտնվող մարդիկ արդեն ընտրելու են, այդ ընտրությունները կայացնելու արդեն ապագա աշխարհը, ինչի վրա են իրենք կանգնելու։ Իրականում ես համամիտ եմ, միևնույնն է մարդը մտքերը գեներացիապես այդպես շարունակի։ Լիլիթ, լավ, վերադառնալով մրցանակին, եկեք հասկանանք ոնց որոշեցիք, որ պետք է ձեր ֆիլմը ներկայացնեք։ Միասին կպատմեք ու այդ պահը, երբ որ դուք արդեն արժանացել եք մրցանակի, ինչ զգացիք, ինչ եք գրել, առաջին բառերը, որ իրար գրել եք, գուցե ինչ եք խոսել։ Սպասում էիք։ Չենք սպասում։ Անկեղծ, որովհետև տեսեք, դու պարզապես գտնում ես ինչ-որ փառատոն, հետաքրքրվում ես, նայում ես, դա իմիջելս ամենաառաջին AI փառատոնն է ֆիլմերի եւ արդեն իսկ զգում ես, որ որոշակի համարձակություն է առաջին անգամ ստեղծված ֆիլմն, իհարկե հավատում ես, բայց միևնույն ժամանակ այդ հեռավոր է թվում։ Չես պատկերացնում, որ դու այստեղ նստած Հայաստանում կարող ես դիմել եւ բնականաբար այստեղ չկա խնամի ծանոթ բարեկամ, ոչ մի բան, ոչ մի կոնտակտ, դու ուղարկում ես լրիվ անծանոթ տեղ եւ հասկանում ես, որ նաեւ բավական մեծ մրցակցություն է։ Ընդ որում այդ ժամանակ այստեղ ցուցադրությունը տեղի ունենում եւ առցանց տարբերակով եւ իրական եւ երբ մենք առցանց նայում ենք ֆիլմերը ոնց որ եւ շոուքեյսներ, ցուցադրություններ, արդեն զգում ես ինչ հետաքրքիր ֆիլմեր կան, ինչ լուծումներ կան, բավականին իմ ջերտ ասեմ, որ 19 րոպեն բավական երկար է համարվում AI-ի համար, այնտեղ կային նույնիսկ 2 րոպեանոց ֆիլմեր, բայց որակը ապահովված էր։ Եվ հասանք արդեն այն պահին, երբ սկսեցին հայտարարել մրցանակները, ու մենք իրարից անկախ մասնակցում ենք մրցանակաբաշխությանը, ու ինչ որ պահի ես կենտրոնացած փորձում եմ լսել, շուրջս աղմուկ կամ անեի մոտ էլ չասեմ ինչքան աղմուկ էր, ինքը փողոցում դա լսում, ես լսում եմ տանը, ու այդ աղմուկի մեջ այն պահին, որ արդեն ոնց որ մրցանակները հերթականությամբ ասում է, ես իրական հենց այդ պահին վստահ եմ, որ ոչ մի բան չի լինի, նախ մեզ շատ ուրախացրել էր հենց միայն նոմինացված լինելը, որովհետև հետ փառատոնին լինել նոմինացված նշանակում է նախ հաղթահարել մոտ 200-300 ֆիլմ այդ ամսվա համար, հետո ընդգրկվել են 30 քանի ֆիլմեր հենց այդ օրը նոմինացված, չեմ հիշում, մի խոսքով իրենց մեջ ընդգրկվել, դա արդեն մեզ համար լավ էր, որովհետև սա մեր առաջին AI ֆիլմն էր։ Ու այդ պահին այդ աղմուկի մեջ ես լսում եմ հետևյալը, որ unknown artifact, ֆիլմի անգլերեն տարբերակը, ֆիլմը անգլալեզուն է։ Հետո Armin, հետո Lily Barskran, դուք մեզ հետ եք, թե ոչ։ Մյուս անգամ գտնում եմ այդ ձայնի քոչակը, այո, ես լսել եմ, շնորհակալություն։ Ու վերջ, ոնց մանան գրում Լիք շնորհավոր, ասեմ, ինչը, ասում ենք ենք հաղթել, լավ, ֆիլմը մեր։ Ասեմ, ոնց չէ, ես չեմ լսել։ Իմ արմատները ոնց որ բանից են, էլի ֆրանկների երկրից են, ես միջև չտեսնեմ աչքով, ես չեմ հավատա։ Ու 2-3 օր մենք անդադ հարմացնում ենք կայքը, որ տեսնենք այնտեղի տեղեկատվությունը հարմացրին թե ոչ, արդյոք այնտեղ արդեն գրել են լավագույն ֆիլմի Բարսելոնա։ Ու երևի 4-5 օր հետո մանեն վարկում ասում դե հանգստացի մենք, հաղթել ենք հանգստացի։ Իսկ այն որևէ մեկնաբանություններ ֆիլմի հետ կապված, թե ոչ։
իրենք բավական հետաքրքիր էին արտահայտվել ֆիլմի մասին, որովհետև երբ որ դու ուղարկում ես ֆիլմը, դու ուղարկում ես եւ ռեժիսորի տեսլականը եւ թե ինչ իմաստ է ֆիլմը, համառոտ սինոպսիս ես ուղարկում։ Բայց իրենք երկուսն էլ չէին դրել էին իրենց հենց կարծիքը եւ այնտեղ բավական հետաքրքիր էին արտահայտվել, նույնիսկ մենք դա երբ որ կարդում էինք, մտածում էինք, չգիտեմ, գուցե ինչ որ հայկական էլեմենտներ լինեն, որ իրենք գուցե դրա մեջ մտած չլինեն, բայց չէ, բացարձակ ինքը իսկապես համամարտկային է ստացվել։ Եվ այնտեղ այո, բավական հետաքրքիր արտահայտվել են։ Հիմա բառարված Համընկնում էր ձեր սինոպսիսի հետ մտքերը, թե ձեր սինոպսիսը լրիվ ֆիլմի կառուցվածքի հետ լրիվ եւ նույնիսկ իրենք շերտեր էին գտել, որովհետեւ ամեն դեպքում ժյուրին ինքը հմտացած մարդիկ են, պատկերացեք քանի հազարավոր ֆիլմեր կտեսնեն, գտել էին շերտեր, որոնք մենք ենթագիտակցության մեջ նույնիսկ եթե ունեցել էինք, դա ոնց որ չենք ներառել սինոպսիսի մեջ, բայց այո, իսկապես այդ շերտերը կային, բայց իրենք գտել էին այդ շերտերը եւ այդ շերտերի մասին գրել էին հենց։ Եվ հիմա կայքում այո, եթե դուք բացեք կայքը, այնտեղ կա իրենց նկարագրությունը, մերը չէ։ Հաջորդիվ ինչ սպասել Լիլիթ, նաև ձեր համագործակցությունից, գուցե ինչպես ասացիք, հա, ձեր բանակներից դուրս բերեք մի որևէ սցենար, կրկին արհեստական բանակցություն։ Նախ սա վերջին մրցանակաբաշխությունը չէր, որ այս ֆիլմով մասնակցել ենք, ապագայում այլ փառատոներից եւս լուրեր էինք սպասում, տա Աստված լավ լուրեր լինեն եւ նորից հանդիպենք, բայց այո, բոլոր բանակները բացվել են, որը շատ փոքր տարիքի բանակները եւս այնտեղ էլ երկեր, մրցանակի համն ուրիշ է, էլի։ մրցանակի հնարավորության, մեր երկուսից ձեռք ընկել է մի գործիք, որի մենք էինք հավատում եւ որը մեզ հնարավորություն է տալիս արդեն իրագործելու մեր ցանկությունները։ Նախկինում դա բարդ էր, հիմա դա հասանելի է։ Եվ երգերի տեսքով, պոեզիայի տեսքով, ինչ-որ սոցգովազների տեսքով, այո, ֆիլմերի տեսքով հիմա հենց այս պահին արդեն նախապատրաստում ենք երկրորդ ֆիլմի ստեղծմանը ու Էլ չասեմ, որ Մանեի հետ համատեղ մենք հիմա ոնց որ մեր արդեն լաբորատորիան ենք, լաբորատորիան ենք հիմնել, որը միայն AI պրոդուկտներ պիտի այդ ծառայությունները պիտի մատուցի, եւ մենք դիրքավորվում ենք հենց մարդու կողմից ստեղծված ստեղծագործաբար մոտեցված պրոդուկտներ, որովհետև միևնույնն է ստեղծողը մարդն է։ Այդ շատ կարևոր է հասկանալ, եւ այո, բանակները բացվել են եւ ստեղծագործում ենք շատ ակտիվ։ Աստված այլևս չփակվեն։ Միշտ հանդիպենք նմանատիպ լավ իրադարձությունների շրջանակում։ Շնորհակալություն, եթե իմ գործընկերուհին այլևս հարցեր չունի։ Շնորհակալ եմ, իսկապես կհանդիպենք հաջորդիվ մրցանակով կլինի թե պարզապես նոր ֆիլմի մասին խոսելու, կլինենք միշտ ուրախ, մեր դռները բաց են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Նորանոր հաջողություն։ Այո, եւ սիրելի հեռուստադիտողներ, մնում է մեզ պարզապես հիշեցնել, որ զրուցում էինք ռեժիսոր լրագրող Լիլիթ Բարսեղյանի եւ արվեստաբան, արվեստագիտության տեխնացու Մանե Մկրտչյան Արզումանյանի հետ։ Մենք բարև երկինն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։